Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ԶՍՏ Նամի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ։ Ֆրանսիայի նախագահի գրառումը Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո, ինչ են քննարկել երկու երկրների ղեկավարները։ Իսկ ՀԱՊԿ անդամ երկրներին պարզվում է հուզել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե այդ երկրների արտգործնախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանի արձագանքը չի ուշացել։ Երևանում է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, կայացել է նրա եւ Հայաստանի ագնախարարի առանձնազրույցը, այնուհետև համատեղ մամուլի ասուլիսը։ Պաշտոնապես տրվել է Հայաստան-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։ Ռուս-ադրբեջանական սկանդալը նոր թափ է ստանում։ Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում իրականացվել են լայնածավալ խոզարկություններ եւ ձերբակալություններ ադրբեջանցիների նկատմամբ։ Իսկ ադրբեջանի իշխանությունները չեղարկել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Բաքու, խոզարկություններ իրականացրել Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում, ձերբակալել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակիցների, մեղադրելով լրտեսության համար։ Երևանի քաղաքապետարանը գործարկել է համայնքային ծառայությունների թվայնացված միասնական հարթակը ԵՍ-ը, որի նպատակն է քաղաքային ծառայությունները դարձնել հասանելի եւ արդյունավետ։ Այս մասին նշվել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քննարկվել են նաեւ վթարային շենքերի եւ կառուցապատման թույլտվությունների հարցերը եւ այլն։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը միտված է վթարի հետևանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը։ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետի հետ, գրել է Մակրոնը X-ի ռեջում, հավելելով. Ես արտահայտեցի Ֆրանսիայի համերաշխությունը հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ զրույցի ընթացքում նաեւ վերահաստատել է աջակցությունը Փաշինյանի քաջարի ջանքերին Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր զարգացում կլինեն ամբողջ տարածաշրջանի համար եւ օրինակ դրանից այն կողմ, ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։ Հայաստանի վարչապետն է շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահին հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել գործակցությունը։ Իսկ ՀԱՊԿ անդամ երկրներին պարզվում է հուզել են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե այդ երկրների արտգործնախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ։ Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց իհարկե հազարամյա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հիմնասյուներից մեկը եւ մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի հարձակումների, ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Արարատ Միրզոյանը երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ ունեցած առանձնազրույցից հետո տված համատեղ ասուլիսին արձագանքել է Լավրովին, նշելով. Անկեղծ ասած, այս ասուլիսին գալուց առաջ հպանցիկ հասցրեցի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը, ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ եւ ամբողջական չէ։ Ես եթե չեմ սխալվում, պարոն Լավրովը օգտագործել էր իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը, կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ, այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը ուրեմն խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների ոչ ուրեմն իրավական ձևով այդ մասնակցություն ունենալու ցանկության, այն է, եթե ավելի ուղիղ ասենք, ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու շուրջ դրանց
կամ այդ ելույթը, այդ դեպքը եւ կրկին ուզում եմ ընդգծել, սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին։ Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնել Ղրղստան, մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների խորհրդի նիստին։ Նիստն արդեն մեկնարկել է։ Հայաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին տևական ժամանակ, չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ ՀԱՊԿ-ի հերթական նիստին Միրզոյանի բացակայությանն արձագանքել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, թե կառույցին անդամակցությունը հստակ օգուտներ է բերում Հայաստանին։ Նա հիշեցրել է, Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից, ինչ վերաբերում է կառույցին մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, Մոսկվան կհետևի, թե ինչպես են որոշումները կայացվում Երևանում, հավելել է Պեսկովը։ Կայա Կալասը Երևանը ժամանել 3 նա այցելել է Եղեգնաձորում գտնվող Եվրոպական միության կենտրոնակայան։ Իսկ այսօր առանձնազրույց է ունեցել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը։ Պաշտոնապես տրվեց Հայաստան-Եվրամիություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը ընդլայնող նոր համաձայնագիր ստորագրեցին։ Կալասը 2 օրյա աշխատանքային այցով է Հայաստանում եկել է հստակ ուղերձով, քանի որ Եվրամիությունը և Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա, սակայն ընդգծեց, կա էլ ավելի մեծ պոտենցիալ։ Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ։ Հաճիքով հայտարարում են, որ ելնելով մեր տնտեսական զարգացման, անվտանգության և դիմակայունության ոլորտներում ունեցած առաջնահերթություններից, Եվրամիությունը տրամադրում է 270 միլիոն եվրո դիմակայունություն և աճ ծրագրի շրջանակներում 2024-2027 թվականների համար։ Սա նախատեսում է աջակցություն բիզնեսներին, բարելավելու հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև, նպաստելու բարեփոխումներին ուղղված ջանքերին։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առանցքային տեղ են զբաղեցնում ժողովուրդ շփումները, նշել է Եվրամիության բարձր ներկայացուցիչը և հավելել, սրանով է պայմանավորված մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսությունը։ Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովը ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը, երբ Հայաստանում պայմանները կատարվեն, գործընթացը ավարտին կհասցվի։ Արդյունքում Հայաստանն ու Եվրամիությունը ել ավելի կմերձենան։ Առանձնազրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել են եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։ Միրզոյանը շեշտել է, գլոբալ դարպաս ռազմավարությունը և Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը կարող են փոխլրացնել միմյանց։ Իհարկե, այստեղ կարող ենք հավելել նաև միջին միջանցքի գաղափարը, որի շուրջ քննարկումներ ենք ունեցել մեր մյուս գործընկերների հետ։ Այս համատեքստում կընդգծեմ Հարավային Կովկասի որպես Եվրոպայի և կենտրոնական ու արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը, տեղին է հիշատակել նաև խոսեցի գլոբալ դարպասներից, բայց նաև Եվրոպական միության մյուս վերաբերելի ռազմավարությունը, Սևծովյան նոր հայտարարված ռազմավարությունը։ Հարգելի գործընկերներ, այս այցը տեղի ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, զարգացումներ, որոնք մեկ անգամ ևս ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին առկա մարտահրավերները։ Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի կապակցությամբ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները։ Կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը անմիջապես սկսել Ադրբեջանի հետ խորհրդակցություններ որոշելու
պայմանագրի ստորագրման տեղը եւ ժամանակը եւ ընդհանրապես քննարկելու կարգավորման վերաբերող ողջ սպեկտրին վերաբերող բոլոր հարցերը։ Մենք ինչպես նախկինում այսօր եւս շատ կառուցողական ենք տրամադրված։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով ոգևորված են Եվրամիությունում, վստահեցրեց Կայա Կալասը, պատասխանելով հարցին ԵՄ-ի համար ինչքանով է կարևորվում խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ որքանով է կարևորվել այն Ադրբեջան այցի ժամանակ։ Իմ Բաքու այցի ժամանակ քննարկվել են երկխոսության հնարավոր տարբերակները։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները։ Այս սկզբունքներին այլընտրանք չկա, վստահեցրեց ԵՄ բարձր ներկայացուցիչը եւ հույս հայտնեց, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա հնարավորինս արագ։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Երեկ կայացել է նաև Կայա Կալասի հանդիպումը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, նշել, որ կարևորում են Հայաստան-ԵՄ սերտ գործակցությունը եւ շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ գործակցությունը, նաև տարածաշրջանային հարցեր։ Իդեպ հանդիպումից հետո Վահագն Խաչատուրյան աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն մասնակցելու ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին, որը տեղի է ունենալու Սևիլիայում։ Համաժողովի ընթացքում հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ կունենա օտարերկրյա գործընկերների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում իրականացվել են լայնածավալ խոզարկություններ եւ ձերբակալություններ ադրբեջանցիների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են թե ռուսական եւ թե ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ լուրերի Ալեքսեևսկի շուկա է մտել ռուսական օմոնը եւ տեղի է ունեցել խոզարկություններ, հիմնականում ձերբակալվել են ադրբեջանցիներ։ Իսկ Ադրբեջանի Չեղարկել են հունիսի վերջին նախատեսված Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի այցը Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այսօր էլ ադրբեջանի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Բաքվում գտնվող ռուսական Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գրասենյակում։ Ադրբեջանական ԱՊԱ-ն հղում անելով իր աղբյուրներին հայտնել է, որ իրավապահների գործողությունների ընթացքում ձերբակալվել են Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում աշխատող Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության երկու աշխատակիցներ լրտեսության մեղադրանքով։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե մտահոգված են Բաքվում գտնվող ռուս դիվանագետները 2 ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։ Ադրբեջանի դեսպանն էլ կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների եւ ռուս լրագրողների անօրինական ձերբակալման առնչությամբ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվել են Եկատերինբուրգում անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունից հետո, որի հետևանքով երկու ադրբեջանցի սպանվել էր, ավելի քան 1 տասնյակ մարդ ձերբակալվել։ Ավելի վաղ հաղորդվում էր 2 մահացածի մասին։ Միջազգային այս եւ մշտությունները տեսաշարով։ 5 րոպե մենակ։ Ադրբեջանը չեղարկել է երկրում նախատեսված բոլոր ռուսական մշակութային միջոցառումները Եկատերինբուրգում երկու ադրբեջանցիների սպանության պատճառով։ Մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ գործողությունները եղել են դիտավորյալ ու ազգային հողի վրա հիմնված։ Բաքուն նաև տեղեկացրել է, որ խորհրդարանական պատվիրակությունը չի մեկնի Մոսկվա մասնակցելու միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Ռուսաստանի Դաշնության արտաքին դաշնային ծառայությունը դեպքը կապում է 2001 թվականի սպանության հետ, սակայն Բաքուն դատապարտում է այն որպես առանց դատաքննության իրականացված գործողություն։ Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցությունների ընթացքը կախված է Կիևի դիրքորոշումից, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերից եւ ճակատային գծում իրավիճակից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում բանակցությունների ճակատագիրն ավելի հստակ կլինի։ Թուրքիան արդեն հայտարարել է, որ պատրաստ է նորից հյուրընկալել կողմերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հուլիսի 7-ին կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը, հայտարարել է կոնգրեսական Լինսի Գրեհեմը, նշելով, որ նախաձեռնությանն աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագծով նախատեսում են խիստ մաքսատուրքեր ռուսական նավթ ներկրող երկրների, այդ թվում Չինաստանի եւ Հնդկաստանի նկատմամբ։ Սա նշան է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոշտացող դիրքորոշման, Ուկրաինային աջակցելու եւ Մոսկվայի վրա ճնշումները մեծացնելու ուղղությամբ։
Ուկրաինան սկսում է դուրս գալ հակահետևակային ականների արգելափակման ՄԱԿ-ի կոնվենցիայից։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ստորագրած հրամանագրից հետո գործընթացը պետք է հաստատի Գերագույն Ռադան։ Պաշտոնյաները նշում են, որ Ռուսաստանը, որը կոնվենցիային կողմ չէ, զանգվածաբար օգտագործում է ականներ, եւ Ուկրաինան չի կարող ինքն իրեն սահմանափակել։ Նման քայլի մասին այս շաբաթ արդեն հայտարարել էին նաեւ Լիտվան եւ Էստոնիան։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Կիևում հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանում է նաև Եվրոպայի ազատությունն ու անվտանգությունը։ Նա վստահեցրել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային եւ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Եվրամիության եւ G7 գործընկերների հետ համատեղ պատժամիջոցներով։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի վտանգը երկրի համար չի կարելի թերագնահատել։ Նա նշել է, որ Մոսկվան անմիջական սպառնալիք է Գերմանիայի խաղաղությանն ու ազատությանը։ Վադեֆուլը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պաշտոնական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու որոշումն այն որակելով ճիշտ եւ անհրաժեշտ։ Իրանն ի վիճակի է մի քանի ամսում վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը, հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Նա նշել է, որ վերջին օդային հարվածները մեծ վնաս են հասցվել, սակայն չեն ոչնչացրել Իրանի միջուկային ներուժը։ Իսրայելի հարձակումները հունիսին նպատակ ունեին կասեցնել Թեհրանի ծրագրերը, մինչդեռ Իրանը պնդում է դրանց խաղաղ բնույթը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագիրը տասնամյակներով հետ է մղվել եւ սպառնացել է նոր հարվածներով։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին էլ հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը չափազանցրել է Իրանի միջուկային ծրագրերի վնասների մասին։ Խամենեին ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է թաքցնել ճշմարտությունը, ներկայացնելով իր սահմանափակ կարողությունները որպես մեծ ձեռքբերումներ։ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել։ Տարհանվել են Սեֆերի Հիսարի 5 բնակավայրերի բնակիչներ։ Իզմիրի նահանգապետի խոսքով հրդեհների դեմ պայքարում ներգրավված են ավելի քան 1100 հրշեջներ, հրշեջ ինքնաթիռներ եւ տեխնիկա, սակայն ուժեղ քամին խոչընդոտում է օդային աշխատանքներին։ Ծխի պատճառով խաթարվել է ավիահաղորդակցությունը։ Օդանավերը ստիպված են օդում սպասել վայրեջքի։ Գյուղատնտեսության նախարարն էլ հայտնել է, որ վերջին 2 օրերում Թուրքիայում գրանցվել է շուրջ 150 հրդեհ, հատկապես արևմտյան անտառածածկ շրջաններում։ Երևանի քաղաքապետարանը գործարկել է համայնքային ծառայությունների թվայնացված միասնական հարթակը ԵՍ-ը, որի նպատակն է քաղաքային ծառայությունները դարձնել հասանելի եւ արդյունավետ։ Այս մասին նշվել է գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Քննարկվել են նաեւ վթարային շենքերի եւ կառուցապատման թույլտվությունների հարցերը։ Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարական մեկնարկը տրանսպորտում չվճարելու դեպքում նախատեսվող տուգանքները։ Այսօրվանից փուլային տարբերակով կգործարկվի համայնքային ծառայությունների միասնական հարթակը ԵՍ-ը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով նոր հարթակը նպատակ ունի քաղաքային ծառայությունները դարձնել առավել հասանելի, թափանցիկ եւ արդյունավետ։ ԵՍ-ը ստեղծվել է մեկ պատուհանի սկզբունքով, որում ներառված են Երևանի քաղաքապետարանի եւ նրա ենթակառուցվածքների միջոցով մատուցվող բոլոր ծառայությունները։ Կարծում եմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այն է, որ մենք ունենք այս համակարգերում KYC իդենտիֆիկացիոն համակարգը, այսինքն կրկին անգամ տանը նստած դուք ընդհանրապես իդենտիֆիկացնում եք ձեր ֆոտոյով եւ դուք արդեն հայտնվում եք այն միջավայրում, որում որ պետք է հայտնվեք, նույնը կլիներ ինչ որ գայիք մեկ պատուհան եւ դիմեիք որևէ հարցով, նույնը կարելի անել այսուհետ տանից։ Քաղաքապետարանի Երևանի քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը գործնական օրինակով ներկայացրել է համակարգի աշխատանքը, ընդգծելով, որ քաղաքացուն ճանաչելու եւ նրան վերաբերող գույքային, տրանսպորտային եւ վարչական տվյալները ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով, այսինքն այլևս կարիք չի լինի հիշելու կադաստրային ծածկագրեր կամ փաստաթղթային համարներ։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հավելել է, որ համակարգ մուտք գործելը հնարավոր կլինի ինչպես դեմքի նույնականացմամբ, այնպես էլ ID քարտով կամ մոբայլ ID-ով։ Բացի այս նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արզումանյան փողոցի վթարային շենքերի խնդրին։ Քաղաքապետին զեկուցել են, որ մեկ տարվա ընթացքում հաջողվել է 76-ից ընդամենը 60 օտարման պայմանագիր կնքել քաղաքացիների հետ։ Ավինյանը շեշտել է. Այդ ցուցանիշ չի իրականում, բայց պետք է արդեն ավարտին հասցնենք, որպեսզի կարողանանք առաջ շարժվել, որովհետև այս շենքերում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է։ Եվ այս ծրագիրը Երևանի քաղաքապետարան իրականացնում է միմիայն այդ պատճառով։ Չլինեմ չիմանամ նոր բնակիչներ են եկել, տեղավորվել եւ որոշել, որ իրանք
նույնպես պետք է այդ արտոնությունները քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել։ Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային եւ սպորտային ծրագրերին։ Ավինյանը հանձնարարել է մշակել կերպարվեստին նվիրված նախաձեռնություններ, նաև հիշեցրել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման կարևորության մասին 2027 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու շրջանակում։ Համապատասխան ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի դրա համար եւ հետեւապես ձեր հատուկ ուշադրությունը այս ծրագրի վրա Տիկին Բաբայան, պարոն Փամբոխյան, դուք էլ կարծում եմ process-ի մեջ ներգրաված պետք է լինեք եւ որոշակի բարբերականությամբ այս դահլիճում մենք պետք է լսենք կառուցման աշխատանքների ընթացքի մասին, որոնք որ ոչ ստանդարտ ընթացքով պետք է գնան, այսինքն ռեժիմը այնտեղ աշխատանքի գրեթե երևի թե 24 ժամանոց պետք է լինի, որպեսզի հասցնենք եւ շատ կարեւոր է նաեւ որակական հատվածը, որովհետեւ համապատասխանաբար պահանջները նման կառույցի նկատմամբ մեզ մոտ շատ բարձր են լինելու եւ խստապահանջ ենք այդ առումով լինելու։ Քաղաքապետը նաև հայտարարել է, ման մակնիշի ավտոբուսներում ավարտվել են երկրորդ վալիդատորների տեղադրման աշխատանքները, այժմ հերթը ժանգտոնք տեսակի ավտոբուսներինն է, որոնք կավարտեն մինչև հուլիսի վերջ։ Հասարակական տրանսպորտում անվճար երթևեկության շրջանն ավարտվում է եւ առաջիկայում չվճարելու դեպքում նախատեսվում են տուգանքներ։ Օրենսդրական փաթեթը քննարկվելու է ազգային ժողովում։ Ինչ վերաբերում է բողոքներին, ես կարծում եմ, որ հիմա այդ մասով առկա է մի հատ արդարացի բողոք, դա վճարող քաղաքացիների բողոքն է, այս սանկցիայի բացակայությամբ չվճարող քաղաքացիների համար։ Այլ բողոք օբյեկտիվ ես չեմ տեսնում ու չեմ կանխատեսում, ճիշտն ասած։ Շնորհակալ եմ եւ այդ բողոքը շատ արդարացի է, որովհետեւ այդ վճարումները ամբողջությամբ ուղղվում են մեր տրանսպորտային ոլորտի զարգացմանը, ուղղվում են նոր ավտոբուսների գնմանը, նոր տրոլեյբուսների գնմանը եւ երբ որ չկան այդ վճարումները կամ որոշ չափով պակաս են այդ վճարումները, համապատասխան չափով հավաքագրումը պակաս լինելու պարագայում ինչ որ բաներ հնարավորություն չի լինում գնել, փոխել, ավելացնել։ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են եւ ստացել են պետական փորձաքննության դրական եզրակացություն։ Օտարման գործընթացն էլ կառավարության հաստատման փուլում է։ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ շինարարությունը պետք է մեկնարկի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Նա նաեւ խոսել է կառուցապատման թույլտվություններից եւ նշել, որ չնայած 2025 թվականի հունվարի 1-ից տրամադրումը իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով, բայց հարթակը արդյունավետության խնդիրներ ունի։ Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ալիկ Վարդազարյանն արձագանքելով Ավինյանին նշել է, որ խնդիրն ի հայտ է գալիս վարչարարություն իրականացնելիս եւ խիստ անհարմարություններ են առաջացնում ինչպես կառուցապատողների, նախագծողների, այնպես էլ պետական եւ համայնքային ծառայություններում։ Ավինյանը հավելել է, որ եթե այդպես շարունակվի, ապա համակարգն աշխատեցնելու անհնարինության պատճառով ստիպված կլինեն հրաժարվել դրանից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Էդուարդ Աղաջանյանի հեղինակած վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի օրենսգրքում եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը։ Նախագծերի այս փաթեթը միտված է վթարի հետևանքով ստեղծված խցանումների բեռնաթափմանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հարցի առնչությամբ կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ։ Մանրամասները տեսանյութում։ Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է օրենքի մի նախագիծ, որը կարող է էապես փոխել ճանապարհային պատահարների հետևանքների իրավական գնահատականը։ Խոսքը ավտոմեքենաների տեխնիկական անսարքությունների պատճառով տեղի ունեցած վթարների մասին է։ Օրենսդրական նախաձեռնությամբ, որի հեղինակներն են Ալեն Սիմոնյանն ու Էդուարդ Աղաջանյանը, առաջարկվում է լրացում կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ավելացնելով նոր դրույթ։ Համաձայն այդ փոփոխության, եթե վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում վարել է այնպիսի մեքենա, որն ունեցել է արգելված անսարքություն, օրինակ չաշխատող արգելակային համակարգ կամ լուսարձակներ, նա կենթարկվի վարչական տուգանքի։ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ լրացվում է համաձայնեցված հայտարարագիր եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին
Օրենքի 24-րդ հոդվածի 4.4 մասով նախատեսված դեպքերում միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարի պահից 20 րոպեների ընթացքում պատահարի վայրը չթողնելու եւ ավտոտրանսպորտային միջոցը օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով։ Վթարների զգալի տոկոսը կապված է տեխնիկական անսարքությունների հետ։ Մասնագետների կարծիքով նման փոփոխություն կատարելն անհրաժեշտություն էր վաղուց։ Այս նախագծով պետությունը հստակ ուղերձ է հղում։ Անսարք մեքենան շահագործելը պետք է պատասխանատվություն առաջացնի։ Նախագծի համաձայն խախտման համար սահմանվում է վարչական տուգանք։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ժամանակ տալով վարորդներին եւ ավտոտեսչական ծառայություններին հարմարվելու նոր պահանջներին։ Փոփոխությունները կվերաբերեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի ավելի քան 85%-ին։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը, հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե անվտանգային, թե տնտեսական եւ թե առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար։ Օրենքների նախագծերի սույն փաթեթը վերաբերելի է միայն թվով 2 ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ։ Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ գործող ապահովագրական մեկ պատուհան բջջային հավելվածն ամբողջությամբ գործելու դեպքում վարորդներից կպահանջվի առավելագույնը 5 րոպե տվյալները համակարգներ բեռնելու համար։ Հարակից զեկույցում Քրիստինե Պողոսյանն առաջարկում է, որ ԱՊԱ ընկերությունները վարորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկեն հավելվածի հղումը, հետագայում խնդիրներից խուսափելու համար։ Երբ որ ներբեռնեն ու արդեն հեռախոսի մեջ ունենան, բավական ժամանակ կխնայի, որով եւ դա կկրճատի նաեւ խնդիրները հետագայում, որ վարորդները կարող են ասել միջև մենք ներբեռնել ենք, միջև գրանցվել ենք, անցել ենք վերիֆիկացիան, այդ 20 րոպեն անցել է եւ անիմաստ ենք տուգանվել։ Կարծում եմ դա նաեւ լրացուցիչ միջոց է գովազդների հետ մեկտեղ ամենաարագ կարճ ճանապարհը, որտեղ ես իմ ապահովագրությունից մեյլերը ստանում եմ, նայում եմ, կարդում եմ, այսինքն հանգիստ կարող եմ բոլոր վարորդներին ուղարկել, մի քայլ կկրճատենք էլի այս խնդիրը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումը սահմանում է 20 րոպեի սահմանաչափը, իսկ հավելվածն ամբողջությամբ պատրաստ կլինի հունվարի 1-ից։ Այդ ընթացքում փուլային տրամաբանությամբ այդ ժամկետը կարող է կրճատվել։ Հավելվածում ամենակարևոր փոփոխությունը նույնականացման համակարգի առկայությանն է վերաբերելու։ Օրենսդրական փաթեթի համահեղինակի խոսքով ինչ որ պահից սկսած բոլորային քաղաքացիները, որոնք կցանկանան վերակնքել ԱՊԱ պայմանագիրը, պարտավոր են ունենալ ASFA համակարգ, դրանում ներբեռնել իրենց տվյալները, որ վթարի պարագայում բոլոր տվյալները QR կոդի գեներացմամբ լրացվեն։ Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ կառավարությունը դրական է գնահատում նախաձեռնության ընդունումը։ Իհարկե մենք ունենք բավականաչափ անհանգստացնող վիճակ, հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարներից դուրս եկող խցանումների հետ կապված։ Նշեմ նաև, որ այդ խցանումները ոչ միայն անհանգստացնող են ինքնին, այլ նաև լրացուցիչ նոր ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դառնում։ Ըստ էության մենք մի քանի առաջարկներ ենք արել, որոնք խմբագրական բնույթ ունեն, որոշակի ացման են միտված եւ որոշակի հակասությունների օրենքների մեջի բացառմանը եւ դրական ենք գնահատում։ Նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կներառվի ազգային ժողովի նիստերի օրակարգ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։